Ողջույն, սիրելի հայրենակիցներ, տեսակապով ես հարցազրույցի եմ հրավիրել Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող թուրքագետ Վազգեն Պետրոսյանին։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, հրավերս ընդունելու համար։ Պարոն Պետրոսյան, երկրում ստեղծված իրավիճակը փորձենք վերլուծել եւ ներկայացնել մեր ժողովրդին, թե ինչ է կատարվում Հայաստանում ՔՊ-ական իշխանության եւ իրեն հաղթանակած հռչակած Նիկոլ Փաշինյանի կողմից։ Տեսեք, Սահմանադրական դատարանի որոշումից հետո շատերը այսպիսի ձևակերպում են տալիս, որ այլևս Հայաստանում հաստատվել է ոչ լեգիտիմ իշխանություն, որը ապօրինաբար ազդում է ազգային ժողովի այդ ձևավորման պատկերի վրա, ձայներ գողանալով, մի ամբողջ կուսակցությանը դուրս թողնելով խորհրդարանից։ Խնդիրը հետևյալն է, եթե մինչև հունիսի 7-ը ասվում էր, որ Նիկոլ Փաշինյանը 21 թվականին ընտրվել է ժողովրդի քվեով, հիմա այս ձայների գողությունը այնքան մեծ ծավալների է հասել, որ քաղաքագիտական շրջանակները հստակ հայտարարում են, որ Հայաստանում հաստատվել է ոչ լեգիտիմ իշխանություն։ Խնդրեմ ձեր ձևակերպումը, ձեր գնահատականը եւ Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված նաեւ կուզեի ձեր խոսքը լսեիք, խնդրեմ։ Գիտեք, դժբախտաբար Հայաստանում քաղաքագետ չկա։ Մեր հայ ժողովրդի ամենամեծ դժբախտությունը այն է, որ Հայաստանի Երևան պետական համալսարանը եւ մնացած պետական բուհերը եւ մասնավոր բուհերը որևիցե մեկը քաղաքագետ չի արտադրում հայ ժողովրդի համար։ Մենք ունենք տարբեր մարդիկ, ովքեր որ ունեն տարբեր կոչումներ, մինչև անգամ պրոֆեսորներ, բայց այդ մարդիկ ոչ մեկը չի վերլուծում իրավիճակը հայ ժողովրդի օգտին։ Խնդիրը հետևյալում է, եւ 2021 թվականի եւ 2026 թվականի ընտրությունները Հայաստանում եղել են աշխարհաքաղաքական ընտրություններ։ Աշխարհաքաղաքական ընտրությունների ժամանակահատվածում հարցերը պետք է նայել աշխարհաքաղաքական ակնոցներով։ Դեռևս 2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախը հանձնվեց Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոմիության կառավարության, այն ժամանակից պարզ էր, որ 2026 թվականին Եվրամիությունը եւ հավաքական արևմուտքը ամեն ինչ անելու է, որպեսզի նորից վերընտրվի Նիկոլը։ Եվ իրենք արեցին դա։ Սա ինչ են ասում, գաղտնիք չի։ Եվ այստեղ չկա հայկական շահ, քանի որ արևմուտքը այսօր իր գլոբալիստական ծրագրերն է իրականացնում։ Գլոբալիստական ծրագրերի մեջ հայկական շահ գոյություն չունի։ Հիմա ասում եք Սահմանադրական դատարան։ Կներեք, դա խեղկատակություն է։ Ընտրություններին մասնակցելն էր արդեն խեղկատակություն։ Ընտրություններին գնալը նշանակում էր լեգիտիմացնել Նիկոլի իշխանությունը, լեգիտիմացնել, օրինականացնել Նիկոլի բոլոր ապագա կատարվող գործերը։ Ճիշտ այնպես, ինչպես որ 2021 թվականին ընդդիմադիր դաշտի ղեկավարության հետ խոսելու ժամանակ իրենց զգուշացնում ասում տղերք, երբ որ դուք մասնակցում եք ընտրությունների, դուք օրինականացնելու եք Արցախի հանձնումը։ Իսկ Արցախի հանձնման մասին հստակ գրված է նոյեմբերի 9-ի այդ հռչակագրի մեջ։ Լավ, իրենք կույր են, չեն տեսնում, լավ, եթե չեն տեսնում, ինչու են մտել քաղաքական դաշտ։ Ինչ իրենք չէին հասկանում, որ Նիկոլի եւ ամբողջ ՔՊ-ի կյանքը կախված է այս ընտրություններից։ Եվ եթե այս ընտրություններում որևիցե ազգային ուժ գա իշխանության գլուխ, իրենք բոլորը տրիբունալի են ենթարկվելու դավաճանության համար։ Նաև իրենք ծրագրերն են, նաև Արևմուտքի եւ Ադրբեջան, Թուրքիա այդ տանդեմի ծրագրերն էին ոտս սնդելու։ Բոլորը։ Պարոն Պետրոսյան, չեք կարծում, որ պատճառը հետևյալն է, քանիցս այդ մասին ասել են նաև ընդդիմադիրները, որ իրենք չեն ցանկանում երկրում ասենք արյունահեղություն լինի, իսկ Փաշինյանը դրան պատրաստ է, այսինքն իրենք ցանկանում են, եթե գնում են ընտրություններով, ապա սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու կողմնակից են։ Մնացած բոլոր ճանապարհները
փողոցում արյուն թափելու ընդդիմությունը վաղուց է ասում, որ մենք այդ ճանապարհով չենք գնա։ Հիմա ուզում եմ հասկանալ, խնդիրը հետեւյալն է, ոչ թե իրենք չեն հասկանում, կարծում եմ, ոչ թե իրանք չեն հասկանում, որ ընտրություններով անհնար է, այլ պարզապես այդ ճանապարհը, այլ ճանապարհ չկա։ Ո՞րն է ձեր Լավ, առաջարկած մյուս տեսեք, ճանապարհը, եթե ոչ կներեք, ընտրություններ։ դուք ասում եք, որ ընդդիմություն ասում է, որ չի գնում այրունահեղության։ Նախ եւ առաջ, եթե մարդը դավաճան է, թշնամու 5-րդ ճարասյունն է, որը նստած է երկրի վարչապետի աթոռին եւ իր թիմով դավաճանում է հայ ժողովրդին։ Դուք ինչպես եք ուզում դավաճանին հանեք այդ պաշտոնից։ Ինձ կարող եք բացատրել։ Դե Դուք ուզում եք օրինակ ընտրություններ 21 կներեք, կներեք արեք անկեն։ իրապաշտ ելնենք։ Տեսեք, արեք իրապաշտ ելնենք։ Մենք չենք ուզում իրար խաբենք։ Ինչ է նշանակում։ Դուք պատկերացրեք Հեյդար Ալիևը կամ չգիտեմ Էլհամ Ալիևը կամ Էրդողանը գան նստի Հայաստանի գահին եւ հետո դուք ինչպես եք ուզում իրեն հեռացնեք։ Ընտրություններով կներեք, դա երազախաբություն է։ Ինչու 21 Խաղաղ թվականին ցույց գլխավոր խաղաղ շտաբը դա ցույցերով չարեց, չիրականացրեց կներեք պաշտպանության ռազմական գործիչների ցուցարարը։ ընդդիմությունը դժբախտաբար չկարողացավ կամ չուզեց ընդհանրապես ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական իրավիճակները։ Իրենք ուզում են, որ առանց կոպիտ միջոցներով Նիկոլը հեռանա, չի հեռանա։ Չի հեռանա։ Ընդամենը հայ ժողովուրդն է հեռանալու Հայաստանից եւ Հայաստանը դատարկվելու է։ Դա է լինելու։ Պարոն Պետրոսյան, եթե ավարտեցիք, խնդրում եմ այդ հարցին անդրադառնաք։ Տեսեք, ընդդիմությունը ունի իր գործիքակազմերը որպես քաղաքական կուսակցություններ, բայց աշխարհի փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում, երբ երկիրը ներսից գրավված է թշնամու կողմից, գործում են ավելի կոշտ միջոցներ եւ մեթոդներ եւ գործիքներ։ Օրինակ, ես արդեն ասացի, ռազմաքաղաքական ղեկավարություն, ռազմական ղեկավարությունն է գործում։ 21 թվականին մենք լսեցինք հայտարարություն գլխավոր շտաբից, շատ լուրջ հայտարարություններ, որտեղ կետերով հստակ ասում են, որ Փաշինյանի մնալը երկրի համար ինչի է հանգեցնելու։ Ինչու ռազմական քաղաքական ռազմական դաշտը, ռազմական մեր գործիչները չծավալեցին այդ պայքարը։ Ես չգիտեմ դրա անունը կդնենք ռազմական հեղաշրջում թե ոնց, չեք կարծում, որ հենց այդ գործիքակազմը պետք է գործեր։ Հիմա մեզ կարող են մեղադրեն, ասեն, էս ինչ է Գիտեք, կապը, բայց դա է չէ, պատմությունից մենք ինձ վերլուծում կարծես։ ենք, մենք վերլուծում ենք, Այո, մենք այո, իրավիճակն ենք այո։ վերլուծում։ Նախ եւ առաջ անցյալ 35 տարվա ընթացքում Հայաստանում սպանեցին բառիս բուն իմաստով Լևոն Տեր-Պետրոսյանով, Ռոբերտ Քոչարյանով, Սերժ Սարգսյանով եւ Նիկոլով։ Սպանեցին հայ զինվորականի մոտ քաջության հասկացողությունը։ Սպանեցին հայ զինվորի եւ սպայի մոտ պատվի հասկացողությունը։ Հայ սպային մտցրեցին տոկոսների տակ, բանկերի վարկերի տակ, ամեն ինչի տակ եւ իր աշխատավարձը չբարձրացրեցին։ Այդ մարդը ինչպես է ուզում կռվի հանուն հայրենիքի։ Հիմա էլ հո արևմուտքը ամբողջությամբ իր ձեռքը դրել է ազգային անվտանգության ծառայության վրա, հայկական բանակի վրա, ոստիկանության վրա եւ բոլոր զինված ուժերի վրա։ Լավ, այդ մարդիկ ինչ պիտի անեն, ով է իրենց կերակրում։ Կերակրում է արևմուտքը։ Իրենք էլ կատարում են արևմուտքի ծրագրերը։ Հիմա ինչ եք ուզում։ Ուզում եք, որ հայ սպան կա հեղաշրջում անի, ում դեմ արևմուտքի չի լինելու։ Հիմա Լևոն ուրեմն Տեր-Պետրոսյանը երբ ջարդում էր հայ սպայի հոգեբանությունը, կամ Ռոբերտ Քոչարյանը ջարդում շուր էր անում, կամ Սերժ Սարգսյանը երբ պաշտպանության նախարար էր, չգիտեմ, հանուն մի քանի քոր կոպեկի ես ինչ մարդուն գեներալի կոչում էր տալի, այսօրվա համար չէին մտածում։ Եթե չէին մտածում, էր բան չունենք ասենք։ այդ դեպքում այդ իրավիճակում ինչ պետք է աներ, օրինակ այս վերջին 26 թվականի ընդդիմությունը, որը ստիպված էր իշխանություն փոխելու համար նորից բռնել ընտրությունների ճանապարհը։ Գիտեք, իշխանափոխությունը տեղի չի ունենում ընդամենը 6-7 ամսվա ընթացքում։ Իշխանափոխությունը, երբ որ երկիրը ներսից գրավված է, երկարատև process է, եւ այդ process-ը տարիներ է տևում։ Ինչ է արել ընդդիմությունը այդ process-ի մեջ։ Ոչ մի բան։ Ավելին ասեմ, ընտրությունների ժամանակ նախքան ընտրությունները Նիկոլը տարբեր խոսույթներ էր հրապարակ նետում։
Ինչ էր անում ընդդիմությունը։ Այդ խոսույթները վերցնում էր եւ հայդիչը ինչ էր անում, սարքում էր մեկ հատ գնդակ եւ այդ գնդակով խաղում էր, գնդակի համար լուծում չէր տալիս։ Անգամներ առիթ ունեցել եմ ասելու ամենապարզ օրինակը։ Խոսույթը հրապարակ նետեցին, որ 300,000 ադրբեջանցի են բերելու Հայաստան։ Առանց մտածելու սկսեցին ասել, որ գիտեք, 300,000 ադրբեջանցի կա, այս կլինի, այն կլինի, այն կլինի։ Արդյունքում ինչ է ստացվում։ Ստացվում է, որ այն մարդը, ով որ զոհ է ունեցել Արցախյան պատերազմի ժամանակ, այն մարդը, ով որ երեխա ունի բանակ տանելու, այն մարդը, ով որ աղջիկ ունի, այն մարդը, ով որ երեխա ունի ընդհանրապես, իր երեխայի ձեռը բռնում եւ հեռանում է։ Պետություն, ժողովուրդ, ազգ հարաբերությունը շատ հստակ է։ Ժողովուրդը իր ամեն ինչը տալիս է, որպեսզի պետությունից ստանա անվտանգություն եւ ապահովություն։ Ընդդիմությունը ներկայացրեց Ժողովուրդը, իրավիճակը, կներեք, վտանգը ներկայացրեց, որ արևմուտքը մեր գլխին կանգնած է։ վտանգի մասին խոսելը ունի իր ձևը, ունի իր ձևաչափը։ Դուք պետք է հստակ ցույց տաք ժողովրդին, որ այդ խոսույթը իրականացվում է ճանաչողական պատերազմի դաշտում։ Եվ այդ ճանաչողական պատերազմի դաշտում իրականացված այդ խոսույթը միայն մեկ նպատակ ունի՝ հայերին հեռացնել Հայաստանից։ Ադրբեջան այսօր չի կարողանում 3,000 մարդ տեղափոխի Արցախ։ Ինչպես է ուզում 300,000 բերի Հայաստան։ Պարոն Պետրոսյան, ոնց զգուշացնել ժողովրդին, որ գլխներից կանգնած է լուրջ վտանգ, եւ մենք տեսանք, չէ, ընտրություններից մի քանի օր անց Նախիջևանում տեղի ունեցավ այդ Արեմտյան Ադրբեջան կոչված ֆորումը, ավելին ասեմ, 2023 թվականից ՄԱԿ-ի ուղղությամբ աշխատում են, փաստաթղթեր են ներկայացնում, իրավական հիմք են ստեղծում, մեր ամեն ինչը յուրացնելով։ Հիմա ինչ անի ընդդիմությունը, չասի, որ ժողովուրդ ջան, իմացեք, ընտրեցիք թե չէ, Գիտեք, այլ այս գիտեք, վտանգ գիտեք, իրականանալու է։ Հմ? քաղաքականությունը կարճատև process չէ։ Քաղաքականություն տարիների աշխատանք է։ Դեռևս 1999-2000 թվականին, երբ որ հանդիպում էի նույն պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ, իրեն զգուշացնում էի, որ արաբական երկրներում, Միացյալ Արաբական Էմիրատներում, Կատարում եւ մնացած տեղերում, երբ օդանավից իջնում եք, ձեր դիմացը դրված է ցուցափեղկ։ Եվ այդ ցուցափեղկերի մեջ գոյություն ունի Արևմտյան Ադրբեջանի մասին գրքեր, որոնք խոսում են Հայաստանի մասին։ Այն ժամանակ ինչ արեց իշխանությունը այդ ամեն ինչի դեմն առնելու։ Ուր էր հայկական ընդդիմությունը։ Կար։ Հիմա արդեն դաշտը հարթեցվել է իրենց համար։ Բոլոր պատնեշները, որը կարող էր դրա դեմը առնել, արդեն վերացվել են։ Հիմա դուք ուզում եք, որ մեկ օրվա ընթացքում գանք եւ լսնեք այդ մարդկանց ջրաղացին ջուրը, չի լիներ, այդպիսի բան չկա, կներեք։ Քաղաքագիտությունը ճշգրիտ մաթեմատիկական գիտություն է։ Քաղաքագիտությունը զգացմունք չի սիրում։ Քաղաքագիտությունը զգացմունքներից հեռու գիտություն է։ Ինքը շատ ճշգրիտ ասում է, ինչ պիտի անել, որպեսզի սա ստացվի։ Հիմա եթե այդ մարդիկ չեն ուզում լսեն, ինչ եք ուզում իրենց ասեն։ Քիչ ենք իրենց խորհուրդներ տվել, քիչ ենք իրենց ասել ինչ արեք, ինչ ասել են ճիշտ հակառակն են արել։ Բառացիորեն ինչ ասել են, թեկուզ այս ընտրություններից առաջ, ընտրաշավից ամիսներ առաջ, ինչ ասել են ճիշտ հակառակն են արել։ Լավ, պարոն Պետրոսյան, հիմա ուր է գծկվելու այս ռեպրեսիաները։ Տեսեք, ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում ինքը հայտարարեց, որ կներեք բառերը իրենն են, սատկացնել եմ, ջախջախելու եմ, գետին եմ գցելու, բանտերն եմ լցնելու, մինչև 2031 թվականը պիտի բանտերում մնան ընդդիմության ղեկավարները, որ այս երկրում արդար գործընթացներ լինեն։ Կա այն համոզմունքը, նաև մասնագիտական շրջանակներում, Թուրքիա, Ադրբեջան փորձագիտական շրջանակներում հստակ ասում են, որ նա այս ամենը անում է մեկ նպատակով՝ դաշտ է բացում Ադրբեջանի համար, ադրբեջանական ծրագրերի իրականացման համար։ Բայց ես կուզեմ դուք նաև խոսեք այս բեսպրեդելի մասին, այս ռեպրեսիաների մասին։ Օրը այսօր բացվել է ԱԱԾ աշխատակիցները դիմակավորված զենք ու զրահով գնացել են Ծառուկյանենց տուն,
որտեղ ընտանիք է, երեխաներ են ապրում։ Ճիշտ ասեց Երեմ Սարգսյանը, ասում է, այդպես գնում են, ասենք, հանցագործների խմբի մոտ։ Ասենք, այս ինչ երևույթ է։ Լավ, ում Գիտեք, ինչքան կարող է արեք, սնկել։ արեք, արեք նորից մենք մտնում ենք զգացմունքային դաշտ։ Դա չի կարելի։ 2021 թվականի հունվարի 13-ին մի հոդված գրեցի, որը հրապարակվեց Ազգորաթերթում՝ «Պոպուլիզմը եւ Հայաստանի ապագան»։ Այն ժամանակ շատ հստակ ասել էի, որ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի իր իշխանությունը պահպանի, պարտավոր է գնա դեպի բռնապետական իշխանության։ Պարտավոր է, ուրիշ ձև չունի։ Եվ դա շատ պարզ երևում էր։ Եվ հստակ գրել էի, թե ինչ պիտի անել դրա դեմը առնելու համար։ Դուք ձեր նախորդ հարցում ասացիք, որ բանակը, հայկական բանակը, հայկական սպայակազմը դժբախտաբար 2021 թվականի մարտին, երբ որ իր այդ հայտարարությունը արեց, դա ուներ ընդամենը մեկ նպատակ. բանակում մնացած բոլոր այն հայրենասեր սպայակազմից ազատվելու։ Հետո դուք ասում եք, որ գնացել են Ծառուկյանենց տուն։ Ինչա, Ծառուկյանը չգիտեր, որ այդպեսի բան է լինում։ Հա գիտեր, իրենք չեն ասում, որ Լավ, չգիտեն։ եթե Ես գիտեր, հասկանամ, թող այդ տեսեք, իջրվեց։ տեսեք, եթե ընդդիմությունը չունի երկրորդական, երրորդական, չորրորդական, հինգերորդական ծրագիր, դա ընդդիմություն չի։ Դա կներեք տուն-տունի խաղալ է։ Ոչ մեկը չէր կարող հասկացնել, որ այստեղ քաղաքական իրադարձություն է տեղի ունենում, եւ այս քաղաքական իրադարձությունում ամեն ինչ պիտի սпасել։ Եթե չեք սпасում, այդ ժամանակ կներեք, դուք ինչ գործ ունեք քաղաքականության հետ։ Այսինքն ինչ պիտի անեին։ Երկրից թողնեին գնային, հա, անվտանգությունը սեփական երկրում իշխանությունից ո՞նց պաշտպանեն իրենց անվտանգությունը։ Ասենք օրինակի հետաքրքիր է, էլի, ես կխնդրեմ օրինակով ասեք։ Ինչ պիտի անի, կամ նախապես պիտի լիքը ժողովուրդ դուրս բերի փողոց, որ տարբերակը պիտի գործի, ի վերջո սրա վերջը ո՞նց պիտի կանգնեցներ սա։ Ակնհայտ է, չէ՞, նա ռեպրեսիվ ճանապարհներով է գնում, բոլորին բանտարկելու է։ Ձեր առաջարկը, հա, բացի քննադատելուց, ներողություն եմ խնդրում, պարոն Տեսեք, Պետրոսյան, բայց այսօր մեզ շատ ավելի պետք է, որ սթափ մարդիկ կոնկրետ առաջարկներ հնչեցնեն։ Քննադատելը ես շատ հեշտ է, շատ կարող են հստակ, գալ տեսեք, 30 ես տարի առաջվա շրջանից ու քննադատել կներեք, բոլորին, հատ արեք, ընդհատ։ Ասեք, արեք, լսում եմ, արեք հստակ ամեն ինչը դնենք իր տեղը։ ասեք։ Եթե եթե մենք խոսում ենք քաղաքական գործընթացների մասին, քաղաքական գործընթացը չի սկսում այստեղ եւ ավարտվում այստեղ։ Քաղաքական գործընթացը այսպիսի աշխատանք է։ Եվ եթե դուք այդ աշխատանքը, այդ տնային աշխատանքը չեք կատարել եւ եկել եք ու քնության մեջ արդեն պարտվել եք եւ քնությունը չեք կարողացել հանձնել, հիմա ինձ ասում եք ինչ անենք, այդպիսի բան չի լինում։ Այդպիսի բան չի լինում։ Իրենք իրենց դնում են կատարված փաստի դիմաց եւ հետո ասում են ինչ անենք, այդպիսի բան չի լինել։ Քաղաքականությունը ունի հստակ գործընթաց։ Ռեպրեսիայի մասին ես գրել եմ 2021 թվականին, 6.5 տարի առաջ, 5.5 տարի առաջ։ Լավ, եթե 5.5 տարի առաջ ասել եմ եւ այն ժամանակ ասել եմ ինչ պիտի արվի, եւ այն ժամանակվանից մինչեւ հիմա ոչինչ չի արվել։ Հիմա դուք ուզում եք ես ինչ անեմ, ես հիմա կարող եմ ասել այն ինչը որ հիմա պիտի սկսել, որպեսզի 5 տարի հետո արդյունք տա։ Լավ, եթե իրենք իրենց դնում են փակուղու առաջ, ինչ եք ուզում դուք։ Բայց այդ փակուղու առաջ ամբողջ երկիրն է կանգնել։ Եթե ընդդիմադիր լիդերներին այսպես գլխատելով գնում է, մենք ինչի ենք հանգում, ինչ իրավիճակ է, մեր երկիրը ուր է գնալու։ Լավ, եթե իրենք չեն կարողանում այդ ընդդիմադիր այդ ովքեր ակտիվ մասնակցեցին ընտրություններին, ինչ ուժեր կան, որոնք կարող էին դա անել։ Էդ էլ չկա դաշտում։ Ահ, հիմա գիտեք, նորից եմ ասում, եթե ոչ մի բան չի արվել, եթե ժողովրդի հետ չի աշխատացվել, եթե ոչ մի գործողություն չի արվել, հիմա դուք ինչ եք ուզում։ 6 Այսինքն տարի հարմարվենք ժամանակ ունենք։ իրավիճակից, լավ, պա Պետրոսյան, Ես չեմ ստացվում ասում է, հարմարվենք իրավիճակից։ ոնց Դուք ենք ինձ ասում եք, անելու, լավ, չէ, 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 տեսեք, ես հասկանում եմ դուք ձեզ, դուք ժամանակին տվել եք ծրագիրը, լրիվ հասկանում եմ ձեզ, ասել եք ձեր ասելիքը, չեն արել, վատ են արել։ Այս պահի դրությամբ ինչ կարող է լինել, եթե չի այս արվել, պահի
այս պահի Պարտված է եւ դրությամբ, ընդդիմություն եւ Հայաստան, հա, այդ վիճակն է։ տեսեք, պետք է վերանայել ամբողջ քաղաքական դաշտը եւ տեսնել, թե այս քաղաքական դաշտում ինչ կարելի է գտնել։ Եվ այն մաքուր ուժերը, ովքեր որ կան, նրանցով գործողություններ իրականացնել։ Որ Այդ մաքուր ուժը գործողությունները մտնում է ներս, վարկաբեկվում է, պարոն Պետրոսյան ջան, որ մաքուր ուժը կներեք, մտնում է։ կներեք, եթե այդպես մտածենք, գիտեք, ձեր ասածը նման է նրան, որ տեսնում եք ձեր դիմացը ցեխաջուր է եւ ուրիշ ճանապարհ չունեք անցնելու, եւ չեք անցնում այդ ճանապարհը, որպեսզի չցեխոտվեք։ Քաղաքականության մեջ մտնող մարդը պետք է պատրաստ լինի ամեն ինչի։ Եթե իրենք պատրաստ չեն ամեն ինչի, այդ ժամանակ իրենք քաղաքականության հետ գործ չունեն։ Ես նկատի Եթե ունեմ, խոսում հա, ենք երկրի, կներեք, խնդրեմ, սա։ եթե խոսում ենք երկրի ճակատագրի մասին եւ մարդը պնդում է, որ ինքը եկել է երկիրը փրկելու, այդ մարդը պետք է պատրաստ լինի իր գլուխը թրի տակ դնելու համար։ Եթե ինքը իր գլուխը չի դնում թրի տակ, եւ պահանջում է, որ մնացածը դնեն, այդպես բան չի լինում։ Դա չեն ասում քաղաքականություն, դրան ասում են շուլերություն։ Հիմա եթե Հայաստանի շակերտավոր քաղաքական դաշտում գոյություն ունեցող ընդդիմադիրները իրենք չեն ուզում որևիցե գործողություն իրականացնել, գնում էր վերահաշվարկ, ինչ արեցին, ոչ մի բան։ Սահմանադրական դատարանում գնում էր քննարկում, ինչ արեցին, ոչ մի բան։ Ոնց, փաստերով Հիմա ներկայացրեցին ամբողջ ինչ խայտարակ պատկերը։ կներեք, ինչ փաստ, Ինչ ինչ անեն։ փաստի մասին, ինչ կներեք, ինչ փաստի մասին եք խոսում։ Դատավորները իրենց նշանակածներն են, սա ինչ են ասում, թիմ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ կենտրոնական ընտրական հանձնաժողով իրենց նշանակած մարդիկ են։ Ուզում եք իրենց օգտի չասեն, այդ մարդիկ այն ցուցակի մեջ են, ովքեր որ պետք է ենթարկվեն տրիբունալի։ Շատ վատ օրինակ եմ ասում, բայց ստիպված եմ այսքան հասարակացնել իրավիճակը։ Մարդը տեսնում է, որ դիմացը փոս է, ահռելի մեծ փոս է։ Ուզում է այդ փոսը անցնի, փոխարեն մեկ հատ տախտակ բերի դրի փոսի վրա եւ փոսի վրայով անցնի, գնում է ընկնում է մեջը։ Ընդդիմությունը ինքը իրեն գցել է փոսի մեջ եւ ասում է ժողովուրդ արեք հանեք։ Այդպեսի բան կլինի։ Դուք համարում եք Ինքը սահմանադրական դատարան դիմելը սխալ կներեք, որովհետև եթե ես ասում եմ, որ ընդհանրապես ընտրություններին մասնակցելն էր սխալ։ հասկանալի է։ Քանի որ ելքը նախապես արդեն որոշված էր։ Մարդ պետք է քաղաքականապես կույր լիներ, որ չտեսներ, թե ելքը որոշված է։ Պարոն Պետրոսյան, Ուղղակի կներեք, քաղաքականապես յուր կույր պետք է հասկացա, լինի։ տեսեք, այդ ընթացքում այդ հարցներ քննարկվեց, մասնակցել թե չմասնակցելը ընտրություններին, եւ կար հետեւյալ կարծիքը, չեն մասնակցի, մի մասնակցեք, կգնաք կհայտնվեք քաղաքական լուսանցքում, դրա փոխարեն Փաշինյանը լիքը սատելիտներ է ստեղծել, այնտեղ Արման Բաբաջանյանականներ, Լևոն Շիրինյանականներ, Արամ Սարգսյաններ, հա, լիքը կան, էլի նոր Եվ մարդիկ, նոր դեմքերի հայտ եկան, Սիմոն, եւ չգիտեմ, Գուրգեն, ինչ որ եւ այլն։ կներեք, եւ Եվ վերջը այդպես իրենք մեկը իրենցով նորից ընտրություն Նիկոլը կանեն։ մեծամասնություն է։ Մեկը նորից Նիկոլը մեծամասնություն է։ Այսինքն դուք ընդ ոչ մի բան չեք կարող անել։ Այսինքն չմասնակցեր ազգային թեև, հա։ Ցանկից չպիտի մասնակցել։ Դուք ասում եք քննարկում եղել, ով է քննարկել։ Երկու հոգի խելքը գլխին մարդ բերել են, այնտեղ իրենց հետ քննարկեն, թե արդյոք մասնակցենք, ինչ կլինի, չմասնակցենք, ինչ կլինի։ Չեն արել իրենք։ Պարոն Պետրոսյան, ասելիքս հետեւյալն է։ Չմասնակցելով հարցը նորից կարծում եմ չէր լուծվելու։ Հիմա Ոչ, դուք ասեք, չմասնակցելով իրենք ամբողջ իշխանություն էին դնելու հարցականի տակ։ ասում եմ Եթե ընդդիմության իսկապես հատվածի սատելիտները ակտիվ կկատարեին ոչինչ ընդդիմության թող մասնակցեին, դերը։ կներեք, մեկը նույն վիճակն է, կամ սատելիտով կամ առանց սատելիտով, մեկը Նիկոլը մեծամասնություն է կազմում խորհրդարանում։ Եվ հիմա Ստացվողը ինչ ինչ։ ուզենա կանի։ Լավ, չէին մասնակցում, ինչ էին անում։ Խնդրում եմ, ուղղակի շատ հետաքրքիր է ձեր կարծիքը այդ դեպքում, ինչ պիտի անեին։ Չեն մասնակցում ընտրություններին։ Ինչ են անում։ 2020 2023 թվականից ընդդիմությունը բաց թողեց բոլոր շանսերը Նիկոլին հեռացնելու համար։ Բոլոր շանսերը։ Եվ բոլոր գործողությունները ինչ որ պիտի արվեր, չարվեց։ Մեկ եկավ խոստում տվավ, ասեց, որ մի ժամվա ընթացքում կհեռացնենք։ Այն մեկ եկավ, չգիտեմ ինչ ասեց։ Եվ ժողովրդի մեջ գոյություն ունեցող ցասումը իրենք բաց թողեցին։ Նորից եմ ասում, քաղաքականությունը
նախընտրական ժամանակահատվածի համար չի։ Կորցվել է ամբողջ այդ ժամանակահատվածը։ Հիմա եկել եք փոսի մեջ, ասում եք, որ ինչ անենք։ Այնպես անեք, որ փոսի մեջ չհայտնվեիք։ Դուք ինձ ասում եք ինչ անենք, ես ինչ անենքը հստակ ասել եմ բոլորին։ Եվ դա ասել եմ 2021 թվականին, սկսած զինվորականներին, մինչև որ քաղաքական գործիչներին։ Երբ որ քաղաքական գործիչները գրասենյակում նստած իրենց ասում են, որ վաղը դուք հարցազրույց ունեք, այս 4 կետերի մասին հստակորեն խոսեք եւ այս կետերի մասին մի քասի եւ այս կետերը այսպես ասեք, որպեսզի համաշխարհային մեդիան անդրադառնա դրան եւ իրենք ճիշտ հակառակն արեցին։ Հակառակն արեցին այդ բոլորը։ Դուք հիմա ինչ եք ուզում։ Լավ, Գիտեք, դուք որպես մարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հասկանալի է, որ լուծում եք ուզում, բայց լուծումը ումից եք ուզում։ մեզ բոլորի Սա լուծումը այն է, որ դիմությունից է ստեղծվի նոր, ժողովրդից է։ սա լուծումը այն է, որ ստեղծվի նոր քաղաքական կուսակցություն եւ այդ քաղաքական կուսակցությունը սկսի իր ծրագիրը առաջ տանել։ Այլ լուծում չունի։ Երկիրը կորցնում ենք, ժամանակ չկա։ Լավ, Գիտեք, Պապիկոս, ես մի բան ասեմ։ Կարծեմ ձեր հաղորդման ժամանակ էր, թե Նոյան Տապանում էր 2021 թվականին էր, նույն այս նախադասությունը ասվեց, որ երկիրը կործանվում է եւ ժամանակ չունենք։ Ով էր ասել ասում եք իմ մոտ։ ժամանակ չունենք։ Այո, իմ մոտ եք ասել, դա համաձայն եմ։ Ով էր ասում, որ ժամանակ չունենք։ 5 տարի անցել է եւ երկիրը կա։ Թուլացած է, նվաղած է, հիվանդ է, բայց կա։ Սա մեկ։ Երկրորդը, մենք ժամանակ ունենք։ Այն ինչը որ դուք ասում եք, որ ժամանակ չունենք, երկիրը կործանվում է, դա էլ է մտնում ճանաչողական պատերազմի մեջ, որի արդյունքում ժողովրդին հիասթափեցնում են ամեն ինչից։ Հիմա մենք այնպիսի իրավիճակի մեջ ենք, այո, հայ ժողովուրդը նախընտրում է դիտորդ մնալ, քան թե խառնվել այս ամեն ինչին։ Եվ դա բնական է։ Բնական է, քանի որ ժողովուրդը հիմար չի, ժողովուրդը տեսնում է, որ երկու կողմն էլ նույն խաղն են խաղում։ Նույն գնդակը վերցրել եւ նույն խաղն են խաղում։ Ես իհարկե համակարծիք չեմ, պարոն Պետրոսյան, ձեզ հետ, որ նույն Ես չեմ խաղն է խաղում, որովհետև դա դա շատ վատ կլիներ, որ շատ դուք համակարծիք լինեիք, այդ ժամանակ մեր հարցազրույցը չէր ստացվի։ Եվ ոչ միայն հարցազրույցի առումով, այլ երբեք չեմ կարող պատկերացնել, որ այն ընդդիմադիրները, որոնք այդ տարիներ շարունակ պայքարում են, գուցե գործիքակազմերն են սխալ ընտրում, մարտավարությունը, ռազմավարությունը ճիշտ չեն ընտրում, բայց դրանց հավասարեցնել, դնել Նիկոլ Փաշինյանի հետ նույն նժարի վրա, ներողություն եմ խնդրում, սա հեչ լավ բան չէ, մեղմ ասեմ, Պարսկական մեկ հատ ասացված կա, ասեք։ ասեմ, ասում են մի օգու հարց են տալիս, ասում են, որ եթե մեկը 5-րդ հարկից ընկնում է եւ ողջ է մնում, ինչ կասես, ասում կասեմ բախտավոր անձ է, ասում ես եթե երկրորդ անգամ է ընկնում եւ նորից ողջ մնում, ինչ կասես, կասեմ Աստված իրեն պահում է, ասում ես եթե երրորդ անգամ է ընկնում եւ ողջ մնում, ինչ կասես, ասում կասեմ, որ այդ մարդի բնավորությունն է 5-րդ հարկից միշտ ընկնի եւ ողջ մնա։ Հիմա դա վերաբերվում է մեր ընդդիմությանը։ Ընդդիմությունը մեկ անգամ է սխալ գործիքակազմ ընտրում, 2 անգամ, 3 անգամ, 4 անգամ, 5 անգամ, 10 անգամ, դա դառնում է բնավորության գիծ։ Արդարացնել չեմ ուզում ընդդիմությանը, բայց կարծում եմ մենք շատ բարդ վիճակում ենք աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Փաշինյանին հաջողվել է մտնել թուրք-ադրբեջանական, անգլո-սաքսոնական, Եվրոպա, Միացյալ Նահանգներ այդ զարուրելի խաղի մեջ, հանուն նրա, որպեսզի բերատրվի եւ այդ խաղի մեջ ինքը զոհաբերում է Հայաստանը։ Հիմա այդ խաղի մեջ լուրջ պիտի փորձի ազգային դաշտը ճիշտ քայլեր անել։ Հեշտ չէ։ Համակարծիք չեք ինձ հետ այս հարցում։ Կներեք, դուք դա կարող եք ինձ չասեք դա, քանի որ դեռևս 96 թվականից այդ հարցի շուրջ ես կռիվ եմ տվել, ես չէ, մեր թիմը։ Կռիվ է տվել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, Ռոբերտ Քոչարյանի հետ, Սերժ Սարգսյանի հետ եւ Նիկոլի հետ։ Մենք մեր կռիվը տվել ենք միշտ։ Ժամանակին դասագրքերի դեմ էինք պատերազմում 99-2000 թվականին,
Հետո Սերժի դեմ էինք պայքարում, ասելով, որ այսպես չեն աշխատում, հիմա էլ Նիկոլը։ Բա ինչու չհաջողվեց Այսինքն, ձեզ։ Տեսեք, դուք կներեք, էլ չեք հաջողել, պարոն Պետրոսյան։ գիտեք ինչի համար, գիտեք ինչ Ասի։ ամ, քան որ ձեր դիմացը պետական հսկա ապարատ, Բա տեսնում եք, նրանք էլ են ասում, ոչ միայն պետական, պետական, այլև կներեք, արտաքին ուժերի այդ հսկայական համակարգ։ այդ պետական հսկա ապարատի ղեկավարները այսօր իրենք իրենց ընդդիմություն են համարում։ Թող իրենք իրենց ժամանակը ճիշտ վարվեին։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը լիբերալիզմ էր քարոզում Հայաստանում, վայրի լիբերալիզմ, եւ դրանով քանդում էր Հայաստանի ամեն ինչը, ստորացնում էր համալսարանի դասախոսին, ուսուցիչին, գիտնականին, բոլորին ստորացնում էր։ Չէր մտածում, որ մենք ստեղ ենք հասնում։ Համաձայն եմ, արվեստած խաղ քաղաքական։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանը թույլ էր տալիս աղանդավորներին բերեն եւ Հայաստանում օրինականացնեն, եւ ավետարանչական եկեղեցու առաջնորդին նշանակում էր իր կրոնի գծերով խորհրդ, չէր մտածում մասին։ Կամ երբ որ խոսում էին հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին եւ այդ ուղղությամբ քայլելու, իրենք չէին կարծում, որ այսօր էլ գալու է։ Կամ Սերժ Սարգսյանը այդքան սխալ քաղաքականություն վարելով չէր կարծում, որ այստեղ է հասնելու։ Նիկոլն էլ եկավ այդ ամեն ինչը արեց։ Իրենք Նիկոլ աճացրեցին։ Սանքանի տարի Նիկոլներ աճացրեցին։ Հիմա իրենց աճացրած երեխեն են։ Հիմա Շատ լավ։ այս երեխայի դեմ եւ այս երեխայի դեմ առնելու համար գործիքը կազմել կան, այնպես չի որ չկա։ Դրա համար եմ ասում, որ պետք է ստեղծվի նոր քաղաքական կուսակցություն եւ այդ քաղաքական կուսակցությունը քաղաքագիտական պայքար մղի այս ամեն ինչի դեմ։ Իսկ հիմա մեկ հարց, մինչև այս հլը դեռ սահմանադրական դատարանը չէր որոշումը, գիտենք իհարկե ինչ է կայացնելու, այնուհանդերձ դեռ չէր հայտարարել, դեռ սպասման այսպես իրավիճակ էր ընդդիմադիր դաշտում, բայց ՔՊ-ն այնտեղ ներքին փակ քվեարկություն արեց, որոշեց, որ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պիտի այլևս հրաժեշտ տա իր աթոռին եւ նրան պիտի փոխարինելու գա ազգային ժողովի փոխնախագահ աշխատած Ռուբեն Ռուբինյանը։ Իրենք մեծ ձայներով քվեարկության համաձայն ՔՊ-ի ներսում ձայնը տվել էին այդ անձի թեկնածությանը եւ ընդ որում դեռ առանց ընդդիմության որոշման արդեն իրենք հայտարարում են, որ Ռուբեն Ռուբինյանը իրենց մեր երկրի ազգային ժողովի կարևորագույն մարմնի Երկրորդ նախագահն դեմքը։ է։ Այո, որտեղ խորհրդարանական երկիր ենք մենք։ Ես կխնդրեմ ձեզ հետևյալ հարցին, հա, անդրադառնաք, պարոն Պետրոսյան։ Ռուբեն Ռուբինյանի մասին շատ է խոսվել ով է ինքը, իր վտանգավոր, այսպես անցյալով, ինչպես նաև ՔՊ-ում ելի շատ շատերը վարչապետից սկսած մինչև արտգործնախարար։ Եվ ընդհանրապես շատ է ասվում, որ ՔՊ-ի մեջ շատ են այսպես թուրքական Թուրքիայի համակիրները, մեղմ ասած, եթե չասենք ագենտներ, ազդեցության գործակալներ, լուրեր կան հստակ, որ այդ ազդեցության գործակալներից մեկը, ասենք, Ռուբեն Ռուբինյանն է։ Եվ բերվում են փաստեր, բարդ չէ ընդհանրեն, ուղղակի կարելի է Վիկիպեդիան նայել եւ ամեն ինչ այդտեղ պարզ գրած է, թե ինչքան ժամանակ է նա աշխատել Թուրքիայում, ինչ հարաբերություններ է ունեցել, ինչ նախագծի վրա է աշխատել, հա, եւ այդ սերտ կապերով նա 18 թվականին միանգամից լինում է նախ ազգային ժողովի փոխնախագահ, եթե ես չեմ սխալվում, հետո գալիս է խորհրդարանի փոխոսնակ, հիմա արդեն ազգային ժողովի նախագահ եւ կա կարծիք, որ նրա ընտրությունը թելադրված կամ պահանջված է Թուրքիայից։ Դուք որպես թուրքագետ, ինչ որ բան գիտեք, որ կարող եք այս ինֆորմացիային, որը մի քանի օր է այդպես եփվում է քաղաքական եւ լրատվական դաշտում ավելացնել։ Խնդրեմ։ Գիտեք, դուք խոսում եք մի կառավարության մասին, որը ամբողջությամբ 5-րդ չարասիում է։ Այո։ Լավ, հիմա այս 5-րդ չարասիան մեջ դու մի հոգու վերցնում եք, ուզում եք առանձնացնեք, բոլորը նույնն են։ Բոլորը նույնն են։ Բոլորը Ռուբինյան են։ Չէ, բոլորը Նիկոլ են։ Նիկոլ, այո, ճիշտ եք։ Բոլորը Նիկոլ են։ Լավ, հիմա դուք ինչ եք ուզում եք ասեմ, այդ մարդը դավաճանը, այդ կպցրած է իր պիտակին։ Ինչ տարբերություն կա Ալեն Սիմոնյանի եւ Ռուբինյանի միջև։ Բացարձակապես ոչ մի բան։ Պարզապես իրենք ինչ են անում։
Ալենը իր նախագահության ժամանակ մի քանի անգամ թքել էր մարդկանց վրա, ինքը իրեն վարկաբեկել էր։ Հիմա Նիկոլը իր ռեպրեսիաներ իրականացնելու համար կարիք ունի մի քիչ ավելի իրեն սպիտակացված դեմքով ցույց տա, ասում է բերենք Ռուբինյանին։ Հիմա Ռուբինյան չլինի, լինի Մակունց, լինի Արայիկ Հարությունյան, լինի չգիտեմ ինչ։ Մեծ տարբերություն կա։ Ոչ մի տարբերություն չկա։ Սրանք բոլորը նստած իրենց տեղում սպասում են տեսնեն, թե Միացյալ Նահանգների դեսպանը ինչ է ասելու իրենց իրականացնել։ Սրանք կատարողներ են։ Հիմա դուք գլխավոր կատարողին թողել եք, եկել եք, ասում եք, որ երկրորդ կատարողը ինչ անի, երկրորդ կատարողին թուղթը կդնե դիմաց, կստորագրի վարտի կեթա։ Մի բան էլ ասեմ ձեզ։ Հայաստանը աշխարհի միակ պետությունը չի, որ ժամանակավորապես ներսից գրավում են իրեն։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ էլ Ֆրանսիան էլ էր ներսից գրաված։ Եվ այն ժամանակ Շահլ Ազնավուրի եւ Միսակ Մանուշյանը եւ միան մնացածը ցույց տվեցին, թե ինչպես պետք է դուրս գալ այդ իրավիճակից։ Եվ շատ-շատ պետություններ են այդպես եղել։ Շատ-շատ պետություններ։ Մենք ողբերգություն չի պիտի սարքենք այս ամեն ինչից։ Մենք չի պիտի զգացմունքային նայենք։ Մենք պետք է շատ չոր մաթեմատիկական հաշվարկով տեսնել ինչ կա, ինչ ունենք եւ ինչը պիտի մաքրենք։ Ժամանակին էլ, երբ որ Ֆրանսիան գրավեցին գերմանացիները ներքին թշնամու 5-րդ Շարասյան միջոցով, ֆրանսիացի ժողովուրդը հիասթափված էր, բայց շատ արագ վերականգնեց իր իրավիճակը։ Այո, ինչը մեր մոտ չի ստացվում։ Առայժմ, չասենք չի ստացվում։ Հուսանք։ Եթե մարդիկ կան, ովքեր որ պայքարում են հանուն արդարության, իրենք հաստատ տեղ են հասնելու։ Պարոն Պետրոսյան, եւ մեր հարցազրույցը ավարտենք մյուս կարևոր հարցով, որը արդեն երկար ժամանակ էսպես էփվում է, մանդատ վերցնել թե չվերցնել։ Դե պասեմ, որ օրինակ 21 թվականին կամ դրանից առաջ երբևէ որևէ ընտրությունների շրջանում չի եղել այդ խնդիրը։ Այդ խնդիրը հասկանալի է, որ 21 թվականից հետո, երբ մենք խորհրդարան ուղարկեցինք մեր ձայնը, մեր քվեն տարով ընդդիմությանը, այն վստահ համոզմունքով, որ պիտի իրենք գնան եւ հեռացնեն Փաշինյանին։ Դա չեղավ եւ առաջացավ հիասթափություն։ Հիմա մարդիկ հարց են տալիս։ Հիմա պետք է գնալ այդ նույն խորհրդարանը, որտեղ նորից հայախոսություն, մեկ-մեկու այդպես արձագանքել, հարցեր պատասխանել, դարձյալ ձգվում է 5 տարի, այդ 5 տարիների մեջ Նիկոլ Փաշինյանն իր վատ գործը անում է, որտեղ թվով մեծամասնություն է, ինչ կուզի կանի, ինչ կուզի կընդունի, ինչ ուզում է անին դիմությունը։ Այս մի կողմից, այս անհանգստությունը մարդիկ ասում են պետք չի մանդատ վերցնեք։ Մյուս կողմից ընդդիմությունը ասում է, եթե չենք վերցնում մանդատ, այդ ձայներն են փոշիանում, մենք փողոցում կարող ենք փոշիանալ։ Այսինքն ճիշտ առաջարկը հետևյալն է. տաք ենք պահում փողոցը, վերցնում ենք մանդատը, այդ գործիքակազմը խորհրդարանական, հա, որպես ընդդիմություն օգտագործում ենք ամբիոնից սկսած իր բոլոր գործիքներով։ Միաժամանակ, բայց տաք ենք պահում փողոցը եւ այս երկուսի համադրմամբ հասնում ենք հասնում ենք փոփոխության։ Այնինչ իդեպս վերջի տարբերակը երեք հայտարարեց Նարեկ Կարապետյանը։ Ես կուզեմ լսել ձեր կարծիքը այս առնչությամբ։ Վերցնել Անկեղծ մանդատները, ասած, թե ոչ, խնդրեմ։ անկեղծ ասած, ես չեմ ուզում ընդդիմության փոխարեն որևիցե մի բան ասել։ Հա, բարդ վիճակ։ Նորից եմ ասում, չբարդ վիճակ չի, շատ ավելի պարզ է, քան պատկերացնում եք։ Եթե դուք վերցել եք մի դատարկ բաժակ եւ ասում եք, որ ես ուզում եմ խմեմ, որ ծարավս հագելա, ու իր մեջ ջուր չկա։ Եթե ընդդիմությունը չուներ երկրորդ ծրագիրը, երրորդ ծրագիրը, չորրորդ ծրագիրը, ինչի մասին ենք մենք խոսում։ Ընդդիմությունը դժբախտաբար այդքան վճռական չի, որ դուրս գա փողոցային կռվի։ Եվ դրա համար ոչ ծրագիր ունի, ոչ էլ մարդ ունի, որ նմանատիպ գործ անի։ Փողոցային պայքարը ունի իր տրամաբանությունը եւ ունի իր գործիքակազմը եւ ունի իր հոգեբանական աշխատանքները, որը պետք է կատարվի։ Այդ աշխատանքները տեղի չեն ունենում մեկ օրվա ընթացքում, դրանք process են։
Եթե ընդդիմությունը 7-8 ամիս առաջ չէր տեսնում, որ Նիկոլը ոչ մի կերպ չի թողնի իշխանությունը եւ երկրորդ ծրագիր չուներ, եւ իրենք չէին պատրաստվել փողոցային պայքարի եւ դրա հավանականությունը իրենց համար 0 էին համարում, իրենք հիմա եթե սկսեն անել, իրենց 6-7 ամիս ժամանակ է հարկավոր։ Այսինքն այնպես չի, որ իրենք հիմա հայտարարում են եւ վաղը սկսում են։ Քաղաքականությունը այդպես չի։ Փողոցային պայքարի օրենքները այդպես չեն։ Մենք հեծանիվ չենք հորինում։ Զգացմունքային դաշտով քաղաքականության մեջ մտնելը նշանակում է մտնել ականապատ դաշտ։ Ես եղել եմ իրական ականապատ դաշտում։ Իրական ականապատ դաշտում։ Եվ գիտեմ, թե ինչ է տեղի ունենում ականապատ դաշտում։ Փաստացի պատերազմի ժամանակ։ Դրա համար եմ ասում, որ ըստ երևույթին պետք է ստեղծվի նոր քաղաքական կուսակցություն եւ այդ բոլոր բանիմաց մարդկանց հավաքել ու միատեղել եւ փորձել երկիր այս վիճակից հանել։ Եվ դա ստեղծվում է նպատակ ունեք ստեղծել, հա, կամ ասենք կարծում եք պետք է ստեղծվի ընտրություններից հետո, հա, ընդամենը 1 ամիս առաջ։ Գուցե այդ գաղափարը Այո, պետք է իրականացնել մինչև ընտրությունները, գոնե այդ ընտրություններ միգուցե, գործիքները միգուցե, օգտագործելով։ միգուցե, միգուցե, բայց նկատի ունենալով նույն աշխարհաքաղաքական իրավիճակները եւ նկատի ունենալով, որ արդեն դեռ 2021 թվականից 6 տարի առաջ մենք հնչեցրել էինք զանգը, որ այստեղ ենք հասնելու եւ տեսնելու այդ ամբողջ process-ը, որը կար, շատ ճիշտ կլիներ, որ այս ընտրություններին չմասնակցել, թողնել ընտրությունը իր հունով գնա առաջ, քանի որ աշխարհակաղակական իրավիճակների զարգացումը շատ շուտով բերելու է խնդիրների մեր տարածաշրջանում։ Եվ այդ ուժերը ոչ թե 6 տարի պետք է ջլատեինք, այլ պետք է համախմբեինք գալիք օրերի համար։ Հա, լիովին համակարծիք եմ ձեր մասնավորաբար վերջի խոսքին, համախմբվել գալիք օրերի համար եւ փաստորեն դուք այն կարծիքին եք, որ շուտով ավելի սրվելու է աշխարհաքաղաքական իրավիճակը Հայաստանի շուրջ։ Շատ ավելի ոչ միայն Հայաստանի շուրջ, շատ ավելի շուտ, քան պատկերացնում։ Ինչ Շատ զարգացում, ավելի շուտ։ եթե կարելի է եւ դրանով ամփոփենք, փոքրինչ կբացեք Ամբողջ փակագործել։ ամբողջ աշխարհը գնում է դեպի պատերազմներ։ Ամբողջ աշխարհը։ Ես այդ մասին գրեթե ամենօրյա ռեժիմով իմ Facebook-յան էջում տասնյակ նյութեր եմ դնում։ Եվ զգուշացնում եմ, որ աշխարհը դեպի ուր է գնում եւ ինչ պիտի անել։ Գրեթե ամենօրյա ռեժիմով, արդեն ավելի քան 3 տարի է, 4 տարի է։ Եվ այդ իրավիճակում մենք ներքին դաշտում նորից զբաղված ենք մեկ-մեկ ու քննադատելով, այսպես որ մտնում եք Դրանք ոչ, Facebook, այդ դրանք շատ պատկերն է։ բնական։ Դրանք շատ բնական երևույթ է, վերջ-վերջում մենք էլ մարդ ենք։ Հա, բայց Մենք էլ մարդ ենք եւ ընդդիմությանը կարծում եմ ճիշտ նորմալ երևույթ չի։ Այդպես էլ ոչինչ, հակաընդդիմադիր գործունեությունը եթե եթե չհասկացանք էլի, որ եթե վտանգավոր է։ եթե մենք հարցը նայենք քաղաքագիտական առումով եւ պատկերացնեինք, թե ինչ է նշանակում քաղաքականությունը եւ հասկանայինք, թե ինչ է քաղաքական խաղերը, որը ինք առանձին գիտություն է, քաղաքական խաղեր։ Եվ եթե դա հասկանայինք, այդ ժամանակ մենք շատ ավելի պարզ իրավիճակում կլինեինք։ Ես անգամներ փորձել եմ խաղերի տեսությունով Հայաստանի իրավիճակը բացատրել եւ պարզեցնել եւ ասել, թե դեպի ուր է գնում, մասնավորապես 2020 թվականի պատերազմից հետո եւ 2023 թվականի Արցախի հայթափումից հետո։ Հստակորեն ցույց են տվել, թե Հայաստանը դեպի ուր է գնալու եւ ինչ պիտի անը դրա դեմը առնելու։ Խաղերի տեսություն է, սա ինչ են ասում, գիտություն է։ Երկու անգամ երկու դառնում է 4։ Հիմա չենք ուզեցել լսենք, հիմա կարելի է լսել եւ հետեւել։ Երբեք ուշ չի։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, բայց դուք խուսափեցիք Ասել։ ասել մանդատ վերցնել թե ոչ։ Ամեն դեպքում, բայց մի բան Այդ իրենք պետք հիշեցնեմ է ձեզ, որոշեն։ Չէ, չէ, կներեք, այդ իրենք պետք է որ իրենք հաստատ մտել են ջուրը։ Իրենք մտել են ջուրը, իրենք պետք է իմանային, որ թրջվելու են։ ես Հիմա ուզում եմ իրենք ձեզ ասում են թրջվենք, թե չթրջվենք։ Չէ, ես ուզում եմ ձեզ մի բան հիշեցնել, որ դուք միշտ եղել եք հետևյալի կողմնակից, որ եթե անգամ խորհրդարանում են, ապա գոնե տակ պետք է պահվի փողոցը, փողոց եւ խորհրդարան, ես ճիշտ եմ հիշում, չէ։ Այո, ես միշտ եմ Կառավար ասել, պետք է գործի։
Այո, ես միշտ եմ ասել, որ պետք է փողոցը լինի տաք։ Ահա, Եվ դրա հիմա համար այդ ասել նույնը եմ, որ ասում է, փողոց կներեք, այդ նույնը հիմա ասում է ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչը։ Ինչու չի թող տեսնենք ընդունել։ ինչպես, թող տեսնենք ինչպես են ուզում տաք պահեն փողոցը։ Ես իրենց ասել եմ։ Ձեր եւ Անկեղծ բոլորի ասած, հետ միասին, մեր բոլորի մոտավորապես հետ միասին մոտավոր դարին։ մոտավորապես մի 20-25 օր առաջ ասել եմ, թե ինչպես պետք է տաք պահել փողոցը։ Հա, կարծում եմ, չեք Ու կարծում, որ այդտեղ բոլորի ներդրումը պետք է լինի։ Կողքից դիտորդ լինելը գիտեք, ճիշտ չէ։ Բոլորս միասին բոլորի պետք է աշխատենք։ բոլորի աշխատանքները հավաքելու համար դա տեխնոլոգիա է։ Իրենք կկիրառեն այդ տեխնոլոգիան, Ừm, չգիտեմ։ Տեխնոլոգիան բացատրվել է, ասվել է, հասկանում եմ։ էլ ինչ պիտի անենք, կներեք։ Համախմբվենք բոլորս։ Մեկ ամիս անցել է, եւ մեկ ամսվա ընթացքում որևիցե արձագանք չկա։ Հիմա եթե արձագանք չկա, ես չեմ ասում մենք ճիշտ ենք, իսեր Աստծո։ Մենք չենք ասում ճիշտ ենք, մենք մարդ ենք եւ սխալական ենք, եւ կարող ենք սխալվել։ Եվ դա շատ բնական է, բայց մեկ ամիս անցել է, արձագանք չկա, իսկ եթե արձագանք չկա, չեմ ուզում իրենց փոխարեն որոշել։ Թող իրենք որոշեն, իրենք են մտել ջուրը, թող իրենք էլ որոշեն ինչ են անելու։ Կարծում եմ, այստեղ մեր իրենքի խնդիր չկա։ Ես միշտ այն բանի կողմնակից եմ, որ սա մեր բոլորիս խնդիրն է։ Իդեպ ես այս դեպքում չեմ ասում անգամ ընդդիմությունը ընդդիմության, ես ասում եմ ժողովուրդ եւ ազգային ուժեր։ Այս համախմբումը պիտի լինի։ Լավ, պարոն Պետրոսյան, ձեր ժամանակից երկար չխլեմ, որպես Շնորհակալություն հարցազրույցի կներեք, որ ես է մի շնորհակալ պահ եմ։ ինչ են ասում, մի քիչ ձայնը բարձրացրեցին, Դա բայց շատ արդեն նորմալ է, բնական է։ բոլոր դեպքերում հիմա բոլորս լարված ենք, պետք է քննարկումներ լինեն, որպեսզի գտնենք ճիշտ ճանապարհը մեր երկիրն այս վիճակից հանելու համար։ Ես շատ շնորհակալ եմ ձեր հարցազրույցի համար։ Վերհիշեցնեմ, տեսակապով զրուցում էի թուրքագետ Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք, ցտեսություն։